Ողջույն հարգելի հետևորդներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ։ Շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք մեր ալիքին, կիսվեք անպայման տեսանյութերով եւ եթե ունեք կարեւորագույն խնդիրներ, ապա անպայման բարձրացրեք մեկնաբանություններում այդ հարցերը, մենք կփորձենք եւ մեր եթերների ժամանակ անդրադառնանք։ Արամ, սկսենք այսօր Ռոբերտ Քոչարյանից, իհարկե մեր հետևորդները կասեն էլի Ռոբերտ Քոչարյանը, բայց Ռոբերտ Քոչարյանը հանգիստ չի տալիս հայ հասարակությանը եւ մեզ օրերս տեղեկություն ստացվեց Մոսկվայից, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Մոսկվայում, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում ընտրությունների հետ կապված Եվ երկրորդ նախագահ մեր տեղեկություններով ընտրություններում հաջողություններ գրանցելու իր բանաձևն է ներկայացնել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաև ֆինանսական ծախսեր է ենթադրում։ Արամ, ինչ ես կարծում, այս այցը ինչ է բերելու Հայաստանին։ Շնորհակալ եմ հարցի համար Արթուր, ողջունում եմ մեր հայ ժողովրդին եւ մենք բնականաբար այդ ինֆորմացիան ավելի շուտ ենք ստացել, ուղղակի սպասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի այդպես ծառայող լրատվականներում իր տեսակետը նրանք հնչեցնեին, այնուհետև մենք անդառնայինք մեր ինֆորմացիային, իսկ մեր ոչ միայն ինֆորմացիա, այլ բացահայտում է։ Տեսեք, օրերս Քոչարյան Ռոբերտը հանդիպել է Սերգեյ Կիրիենկոյի հետ եւ մեր ունեցած ինֆորմացիայով նա այդպես հավատարիմ մնալով իր սկզբունքին գնացել է այս անգամ եւս Մոսկվա ընտրություններից առաջ մուրացկանություն անելու եւ այդ մուրացկանության process-ը արդեն սկսված է։ Ես հիշեցնեմ, որ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ում հայ գործարարներին այդպես Ռուսաստանի այդ կապի բիզնեսմեններին, հայ բիզնեսմեններին խաբել էր եւ ասել էր, որ Պուտինը որոշել է, դաբրը տվել, ես պետք է լինեմ երկրի ղեկավար վարչապետ եւ ուղղակի կողոպտել էր այդ մարկանց, այնտեղ մարդիկ կային, որ ասում էին այդ Սողոմոնյան Վիկտորը փոդրաչու պես եկել է շեֆի համար փողը հավաքում այսպես ճակերտների մեջ, այդպես ինֆորմացիա եւս մենք ստացնենք։ Քոչարյան Ռոբերտը այս անգամ եւս գնացել է մուրացկանության, բայց ինչն է շատ հատկանշական, որ ինչպես ասում են, Մոսկվա слезам не верит եւ ռուսները իրենք այսօր ֆինանսական այդպես խնդիրներ ունեն, փողի խնդիր ունեն եւ չեն պատրաստվում ինչ որ մի հատ հորական շիրիմը Թուրքիային հանձնած մի հատ ինչ որ երևույթի ինչ որ փող տան, ասում են գնա ինչ ուզում ես արա, ումից ուզում ես փող պոկի, մեր այդ գործ չունես եւ այս կոնտեքստում Սերգեյ Կիրիենկոյի հանդիպումից հետո Քոչարյան Ռոբերտը հանդիպել է բնականաբար գիտեք իր կապերը Մոսկվայում դա լրատվականներն են գրում, որ ինքը ինչ-որ Կրեմլի հետ է ու դա սուդա ասենց այսպես, բայց նրա հիմնական կապը դա Իլհամ Ալիևն է, Ադրբեջանի նախագահն Հեյդարի որդին, իսկ Հեյդարը գիտեք Ռոբերտ Քոչարյանի ինչպիսի սեր ու հարգանք էին նրանք վայելում, մենք ադրե դուք հիշում եք, չէ՞, ռեխը բացած, այտենց վիսկին ձեռը Հեյդարի հետ աղբերություն էին անում եւ այս երևույթը հավաք է կազմակերպել թուրքերի, ադրբեջանցիների Մոսկվայում եւ իր քավորը ճանաչում ենք բոլորս գիտենք, մենք բացահայտել ենք այդ գենա կոչվածին, ում Ոչլոտ որդու հարսանիքը մենք բացահայտեցինք, թե թուրքական հարսանիքը Երևանում եւ Մոնակոյում ինչպիսի իրավիճակ է եղել եւ այս կոնտեքստում ես նշեմ, որ Քոչարյան Ռոբերտը Գերանձի Ստեփանյանը Թուրքի հետ իր քավորի հետ եւ մի քանի այլ թափթփուկ եւս կան այնտեղ հայ եւ ադրբեջանցի, որ հավաքվել են, քննարկել են մի շատ կարեւոր հարց եւ այդ հանդիպման ընթացքում Քոչարյանը այսպես մեսեջ է ուղարկել Իլհամ Ալիևին եւ Գենադի Ստեփանյանը այդ հանդիպումից հետո միանգամից մեկնել է Բաքու Ալիևի այդ հանդիպման, որովհետեւ Ալիևը գիտեք Մոսկվայում խնդիրներ ունի եւ չի կարողանում առաջվա պես այդպես այցելի, Գենան գնացել է Բաքու Ալիևի մոտ եւ Ալիևին խնդրել է Ռոբերտ Քոչարյանի անունից, որ մեր ռազմագերիներին ոչ մի դեպքում այդպես բաց չթողեն, չհանձնեն Երևանին, քանի որ դեմը ընտրություն է, ինչպես Ռոբերտ Քոչարյանը ասել է, եւ սրանք արդեն պայմանավորվել են եւ Ալիևին խնդրել են, որպեսզի այդ գերիների հարցը մինչեւ 2026 թվականի հունիս ամիսը փակվի եւ գերիներին, քանի որ արդեն process է սկսված, նաեւ գիտեք, Միացյալ Նահանգները շատ ակտիվ այդ process-ում ներգրավվածություն ունի, նաեւ նախագահ Դոնալդ Տրամփն էր հիշատակել, կհիշեք, որ այդ գերիները պետքա վերադարձվեն
այդ հարցով Ռոբերտ Քոչարյանը դեմ Բակո Մակո դրանց հետ կապված առասարակ նա ամեն ինչ անելիա որ նրանք հետ չգան որ չպատմեն թե ով է Ռոբերտ Քոչարյանը, բայց մեր այն զինվորները այն մարդիկ, որոնք որ շարքային այդպես կարգավիճակ ունեն եւ գերեվարվել են պատանդեն, այդ պատանդների հետ կապված Ռոբերտ Քոչարյանը խնդրել է որպեսզի չվերադարձնեն, որովհետեւ 2026 թվականի ընտրություններին նրանք հույս ունեն, որ կարողանալու են այդպես իրենց թայֆով իշխանությունը զավթեն եւ սկիզբն է Հայաստանի այդպես երրորդ հանրապետության նոր կարգավիճակի, նոր թալանին, նրանք արդեն Արցախի հարցը նվիրեցին, ծախեցին Ալիևին փողերը աշխատեցին, հիմա մնում է գան վայելեն, թազա կողոպտեն, թազա այս ազգի հերը անիծեն եւ այդ կոնտեքստում եւ կներես թազա սպանություններ լինի, դեպի հերոստատիտողին ասենք մեր կադրի ետնամասում գտնվում է հենց Պապլավոկը, որտեղ Պողոս Պողոսյանը պրիվետ ռոբի համար սպանվեց ընդամենը։ Ու գիտեք ի՞նչն է ամենահետաքրքիր եւ ցինիզմը, որ ասում են սիրտը կանգնել է։ Զուգահանում բոքսով խփել են գլխին գցել են գետին, ասում են սիրտն է կանգնել։ Դա նույնն է, որ վաղը օրինակ Ռոբերտ Քոչարյանի բջին մեկը գցի ավտոյի տակ, ասեն գիտես ի՞նչ կա, գցեցինք ավտոյի տակ, սիրտը կանգնեց։ Այսինքն սա ցինիզմ է, սա Թուրքին ադրբեջանցուն բնորոշ ցինիզմ է եւ դա զարմանալու չի, որովհետեւ սրանք թուրքական շահ սպասարկող, ադրբեջանական շահ սպասարկող թուրքեր են։ Այսինքն նրանց համար հայի սպանելը, հայի այդպես արուն խմելը սովորական երևույթ է։ Հյուսային պողոտան հիշեք։ Հազարավոր մարդկանց հանեցին, շպրտեցին դուրս։ Այդ կոպեկներ տվեցին, այդ մարդկանց տարածքը զավթեցին ու տեսակ ինչ տեղ ունեցավ, բայց Գեգամ Մանուկյանը հիշատակում է Ռամիլ Սաֆարովին, բայց ես կապ չեմ տեսնում Ռամիլ Սաֆարովի կատարած սպանության եւ նույն ասենք պրիվետ ռոբի համար սպանության միջեւ։ Միանշանակ Արտուր եւ կհիշեք Սերժիկ Սարգսյանին այդ նարկոշին, որ Սաֆարովին երբ Հունգարիան արտահանձնեց Ադրբեջան, ինչ որ Գորիկ Հակոբյանին բա մի րոպե սպասեք, ես հանձնարարություն ունեմ, հետո իրանց այդ մամուլը գրեց, որ всё որոշվել է այսա Սաֆարովին կխփեն։ Սրանք հայց բացի հայ խփելուց բացի ուրիշ բանով չեն զբաղվել 30 տարում։ Հիշեք Արցախում ինչ էր տեղ ունենում։ Սրանք թուրք են, ադրբեջանցիներ են եւ նրանց վերջը եկել է Արտուր եւ ուզում է Կիրենկոին տենա, ուզում է Ալիևի օգտականին տենա, գենային ուղարկի Ալիևի մոտ, ինչ ուզում է անի։ Քոչարյան Ռոբերտ քո վերջը եկել է։ Պատրաստվի, հարցներիդ հետ զգաստ նստեք ու հետևեք մեր հաղորդումներին, որովհետեւ մենք ձեր հետևից գալու ենք։ Քո թորները, քո բջերը չեն վայելելու։ Այն ինչը դու արեցիր այս պետության հետ քո քթերից գալու է եւ նա շատ լավ գիտի էդի դրա համար հիմա ասենց մուրացկանի պես ընկելա Կրեմլի պատերի տակ մարդա մանգալի որ խափի սրանց վերջը եկել է Արտուր ու սրանց վերջը մենք ենք տալու արա մի քանի րոպե թողնենք այո Հոմո սապիենսին անկյունում թող սպասի անցնենք օրվա իրադարձային հարցերին եւ այնուհետեւ կվերադառնանք երեք մենք տեսանք որ 2 տարի ժամկետով կալանքի տակ հայտնվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը շատերի համար այս վճիռը սпасելի էր Էվեն Սրբազանի համար բայց դիտելով Միքայել Սրբազանի նախորդ ելույթները տեսանյութերը որ կար մենք տեսնում ենք որ այս հոգեվորականը մեղադրում է բոլոր քաղաքական ուժերին բոլոր նախկին նախագահներին սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ես հենց ինքը խոստովանում է որ ժամանակին սխալ է արել եւ ընդունել է այս մարդկանց որպես ղեկավար բայց նա նաեւ հարցադրում է անում ասում է ես ոնց է լինում որ կարողանում եմ ընդունել որ ես սխալ եմ արել բայց այս նախագահներից ոչ մեկ այս իշխանությունից ոչ մեկ իրենց սխալը չի ընդունում եւ ազգին տարել են անդունդը եւ նման հայտարարությունների համար այս հոգեվորականը դատապարտվեց 2 տարի ժամկետով պետական հեղաշրջում կոչանելու համար բայց օրինակ մեր հետևորդներին տեղեկացնենք որ ՀՀ քրեական օրենսգրքում առասարակ հեղաշրջում եզրույթն արկա չէ, չկա այդ եզրույթի նկարագրությունը եւ որևէ մեկը չի կարող այդ ձևակերպման որևէ հարցազրույցի կամ հրապարակային խոսքով հետապնդվել։ Բայց օրինակ միլիարդատեր եւ ընդվզումներ, բախումներ Հայաստանի Հանրապետությունում հրահրող նախկին նախագահները այո։ Բնականաբար եւ տեսեք Արտուր Միքայել Սրբազանը ես բնականաբար գիտեք չեմ ողջունում երբ եկեղեցականը այդպես փորձում է քաղաքական գնահատականներ տալ զբաղվել քաղաքականությամբ առասարակ հոգեվականները պետք է զբաղվեն իրենց գործով բայց Միքայել Սրբազանին այդպես այսօրը գցեց Գարեգին երկրորդ ծայրագույնն է եւ Եզրասը Սերժիկի եւ Ռոբերտ Քոչյանի հետ միասին որովհետեւ Միքայել Սրբազանը վտանգ էր նրանց բոլորի համար քանի որ ճիշտն էր ասում
Այդ մարդը բազմիցս հայտարարել է, որ Քոչարյան Ռոբերտն ու Սերժիկը պետք է նետվեն պատմության աղբանոց, այսպես ասած։ Եվ այդ կոնտեքստում այս մարդու գլխին սարքեցին իրանց այդ լրատվականներով տարածեցին, որ սենց բաներ ասում, հեղաշրջման կոչ անում, պետք է տարանջատենք Միքայել Սրբազանին, որովհետև նա հոգևորական է, նորմալ մարդ է, ինչքանով որ ես տեղյակ եմ, չնայած ես այդպես շատ շփումներ չունեմ եկեղեցական գործիչների հետ հանուն ճշմարտության, բայց հարգում ենք Միքայել Սրբազանին, մենք տարանջատում ենք տերորիստ Բգոյին ու Միքայել Սրբազանին, որովհետև Միքայել Սրբազանը արմատուրա չի առե, բենզին չի առե, քուչեքը չի ինգե, այսինքն Նիկոլ Փաշինյանին խոր պետքա տանք, որ գնա այդ գործով զբաղվի, ոչ թե մարտի մեկ սարկած Երևանի կենտրոնում մարդ գյուլած Քոչարյանը այսօր Էգեան ծովում Հունաստանում կայֆավատ է անում, երբ ուզում գնում է, դու Միքայել Սրբազանին ես բռնում։ Խելքդ գլուխը թավակի։ Սա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին։ Պետքա գնան հանգիստ անցկացնել, այդպես վերականգնվեն։ Ես ապագայում փաստ եմ ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի սիրուհու հետ կապված եւ բացահայտել եմ այս պղծին, թե սա ինչերի է ընդունակ։ Սրանց մոտ բարեկամ ազգություն կապ չունի, Արթուր, սրանք կեղտ են։ Ես նորից եմ նշում Հայաստանի Հանրության իշխանություններին, գնացեք այս կեղտերով զբաղվեք։ Թե չէ նայեք հոկտեմբերի 27-ը ու միշտ իմացեք, որ սրանք ինչ են ընդունակ։ Մարտի 1-ը մի մոռացեք։ Օրը ցերեկով մարդ գնդակահարեցին։ Հայը հային տվեց սպանեց։ Շանս դրանք հայ չեն, դրանք թուրք էին, այդ խփողները, այդ սնայպերը, որ տվել էին ձեռը, հանել էին այն Լեո փողոցում շենքի կրիշ, ասում էին աչձախ խփի։ Այսինքն մատես վիժվածքների հարցը լուծեք։ Միքայել Սրբազանն լավ մի բան էլ ասել է օրինակի համար կամ չհասկացանք, բայց այստեղ խնդիրը այն է, որ իր խոսքն ու գործունեությունը պետք է տարանջատենք։ Այդ մարդը ասել է, բայց ոչ չի գնացել արմատուրա ու բենզին առե կամ չգիտեմ զենք վերցրե կամ դանակ լոն վերցրե, ոնց որ այն մյուսները։ Այսինքն սա պետք է հասկանան, սա պետք է բացահայտեն։ Ես նկատեցի, որ դատավորը շատ կաշկանդված էր եւ իդեպ լրագրողներից շատերը, շատ քաղաքական գործիչներ, ովքեր խելամիտ են դատում, Facebook-յան իրենց հրապարակումներում նաեւ տեղադրել են, որ մեկ օր անգամ Գարեգին երկրորդը չգնաց դատարան եւ ներկա չգտնվեց դատական նիստին, չաջակցեց Խի պետք գնա։ Գարեգին երկրորդը խի պետք գնա, սկսենք այդից մարդը կայֆավատ անում։ Եվ չես կարծում, որ այս կալանավորում, այս 2 տարի կալանք ընդդիմության համար եւս մեկ անգամ լեզու է բերանները դնելու, որ ամեն անգամ Գառնիկ Դանելյանը կամ Գեգամ Մանուկյանը կամ Իշխան Սաղաթելյանը խոսելու թեմա ունենան ի վերջո։ Ես ճիշտ ասած նրանց ընդդիմություն չեմ համարում, պետք է տարանջատենք Քոչարյանի քութիկներին եւ ռեալ ընդդիմությանը պետք է տարանջատենք, այսինքն Միքայել Սրբազանի վտանգը կանում է նրանում, որ այս մարդը ճիշտն էր ասում, որ բացահայտում էր, որ սրանք ընդդիմություն չեն։ Քոչարյան ընդդիմություն է։ Լավ էլի Արթուր։ Քոչարյանը ադրբեջանցի Իլհամ Ալիևի հորոխբոր տղեն է, որը որ առիթ է մանգալի, որ պատերազմ սադրեն, բախում սադրեն, մի ձև իշխանությունը փոխեն, որ գան Թալանը իրանց շարունակեն, կողոպտեն մարդկանց։ Այս ժողովրդին գիտեք ինչ օրենք գցե։ Լավ 2018 թվին այդ ոչ միայն ժողովուրդը, ես 100 անգամ ասում եմ, շուն ու կատուներն էին սրանց մերժում։ Դա ինչի արդյունք է։ Կարող է լավ ղեկավարային, ինչ որ ժողովուրդը չգնահատեց։ Չէ։ Սրանք թուրք են Արթուր։ Ասում եմ Աբդուլ Համիդը այսքան վնաս չի տվել հայ ժողովրդին։ Ոնց որ սրանք։ Վել ինչ ասես։ Արամ եւ մեկ այլ կարևոր եւ ցավոտ թեմայի եմ ուզում անդրադառնանք։ Մի քանի օրից Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կկալանավորվի եւ կտեղափոխվի արդեն, կգտնվի Ճաղերի հետևում, նա կմնա այնտեղ 5 տարի 6 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ դատական գործընթաց էին սկսել Ցորի Զորամասի D20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատները։ Ըստ մեղադրանքի Ջալալ Հարությունյանը թշնամու զորքը յուրային էր համարել եւ Ջալալի ամփոփության հետևանքով զոհվել են 20 զինծառայողներ, 7 զինվոր ստացել է վիրավորում եւ հրետանու պետի մասին մինչ այս պահ տեղեկություններ չկան։ Ըստ զոհվածների հարազատների գեներալ Հարությունյանը ձգձգել է գործը, որ լրարանա վաղեմության ժամկետը եւ նա կխուսափի պատժից։ Եվ Ջալալի փաստաբանն էլ հայտնել է, որ հələ մի բան էլ կյանքեր է փրկվել Ջալալի շնորհիվ, եւ այսքանից հետո վերջերս դատական նիստերից մեկից հետո դատարանի բակում Ջալալ Հարությունյանը բազմաթիվ ուղիղ եթերների հենց մեջ հայոյանքներ էր բերանից շախ տալիս,
այդքան ցավի մեջ ապրող ու տանջված ծնողների ուղղությամբ, այն ծնողների, ովքեր պայել մեծացրել էին իրենց բալեքին, որ Ջալալը տաներ կրակի բերան ու րոպեների ընթացքում սպաներ գար եւ վեր ընկներ Հայաստանում Արամ։ Ասենք ես տեսել եմ այդ դատականիստեր այդ ծնողների վիճակը, իդեպ իրանք այդ դատավճռից գոհ չեն 5 տարի 6 ամսից։ Այլ տարբերակ է չկա հիմա, քանի որ հնարավոր է որ վաղեմության ժամկետը վերջանում է, հնարավոր չէ ավելի բարձր ացիանի դիմեն։ Պատկերացնես այն մարդիկ, ովքեր երեխաներին մեծացրել են, հայտնվում է ինչ որ մեկը գեներալ թե ով է տվել իրան այդ գեներալի կոչումը եւ այդ ծնողներին հայոյում է մի բան է փողոցում։ Ինքը հերոս է։ Ես ճիշտ ասած Արտուր զինվորական չեմ կա գնահատական տամ այդպես խորքային գնահատական տամ թե ինչ մարդ պետքա վարվեր, ինչը չի արվել, ինչն է արվել, բայց մի բան կարամ ասեմ, ես Եթիմի հետ կապված այդ ջալի հետաքրքրվել եմ, սա ուղղակի պաչիվ ստուգող է եղել Ղարաբաղում, այդ երբ որ պոլկում է եղել, զինվորներից եմ հարցրել, թե սա ով է, մի հատ Եվնուխ շարքային եւ Ջալալ Հարությունյանի բախտը բերել է, քանի որ եթե մենք գտնվեինք այդ դատական նիստին եւ ականատես լինենք, թե նա ոնց է հայհոյում այդ անհետ կորածների եւ զոհվածների ծնողներին, ես ուղղակի կթքեի Ջալալ Հարությունյանի դեմքին, բայց ես վստահ եմ, որ մյուս դատական նիստերին մենք անպայման կմասնակցենք եւ կկանխենք այս Եթիմի նման գործելավոճի, ուղղակի Ջալալ Հարությունյանին ես չեմ համարում զինվորական, նա գիտեք Օգանովսկու ճուտն է եղել Արցախում, սա ես մի բան կարող եմ ասել, որ իրավունք չունի, որևէ արցախցի իրավունք չունի զբաղեցնի բարձր զինվորական պաշտոն, որովհետև մենք տեսանք ինչ տեղի ունեցավ։ Արցախցի ես նկատի չունեմ մեր Ղարաբաղի այդ տանջված ժողովրդին, ես նկատի ունեմ այդ Ղարաբաղյան կլանի եթիմներին, եւ սա այդ կլանի անդամ է եղել, սրանք մի բան են արել, սրանք միտումնավոր տարել են զորքին պարտության։ Եվ անկախ ամեն ինչից, եթե անգամ զոհվածի ծնողը, զինվորի ծնողը ինչ-որ մի բան իրեն ավել թույլ տա, մենք պետք է հասկանանք, որ այդ մարդու հոգեվիճակը եւ ինչ իրավիճակում է գտնվում եւ բնականաբար հարգանքով մոտենանք, այլ ոչ թե լրփի տղեն, չգիտեմ, իրան ինչի տեղադրել է։ Այ վիժված, ջալալիկ։ Եսի քեզ ինչ եմ ասում։ Ինքը հասկացավ ես իրան ինչ նկատի ունեմ, եթերով չեմ ուզում ես լրփին ես անդառնամ, բայց այսինքն հայհոյել է։ Այնքան կա հայհոյենք, կեթաս բջեիդ հետ էլ չեմ ասի ինչ կանես։ Տուֆտին նայել է։ Դու տղաներ ցիանի դք խմեիր կամ քեզ գլխից խփեիր։ Կամանդուշի բանը արմիան տանում է պարտության զորքին։ Դու ով ես արա։ Այ եթիմ։ Բաբա Սամոն այդքան ասում էր, տվեք ղեկավարումը ինձ, այդ համ կոտորեմ, ոնց որ առաջի պատերազմում եմ կոտորել։ Բախի չհամաձայնվեցին։ Որովհետև նորից եմ ասում, Քոչարյան Ռոբերտ վիժվածքը գնացել էր հոկտեմբերի 3-ին 2020 թվականին, ես Թուլեքին իր հավաքել էր, ասել էր տարեք միտումնավոր պարտության։ Մի երկու շրջան տվեք գանգստեր իշխանությունը փոխենք։ Ու սրանք ստե ինչ-որ իրավունք ունեն մեր երկրում մեր օդը շեն, չէ՞։ Դուք ով եք վաբշե արա։ Ձեր շիրները թողը փախել եք Ղարաբաղից արա։ Տղա եք դա առե։ Շմա հայհոյում է։ Ասում եմ քեզ ջալ խելքդ գլուխը թավակի։ Այնքան կա հայհոյեմ կնիկդ կթողի կեթա։ Լրփի տղուն նայելը, բերանս բացի է տալի։ Ես չէի իմանում որ այդպես ինչ իրան բան թույլ տվե զոհվածի տնօրենի հետ կապված, բայց նորից եմ զգուշացնում ես վիժվածքին։ Ակաժն հետ կդեմ Սարգսեմ Չոբանի շուն։ Ծպտումը չլսեմ սրանից հետո։ Հավերժ փառք մեր հերոս տղաներին, նրանք բոլորը հերոսներ են եւ որևէ մեկը չի կարող կասկածել։ Արամ եւ շարունակելով Ռոբերտ Քոչարյանի թեման, վերջին մամուլի ասուլիսի ժամանակ պարզ հարց հնչեց Ռոբերտ Քոչարյանին, որքան է կազմում ձեր ունեցվածքը, ես մեջբերեմ հիմա նրա պատասխանը փառք Աստծո կամ հակառակը 4 միլիարդ դրամ չի, 4 միլիարդ լիներ ավելի դոլար դրամ չէ։ Այո 4 միլիարդ դիներ ավելի երջանիկ կլինեի այս պահին, բայց 4 միլիարդ չի։ Քոչարյանի համար արտարոց չէ, որ ընտանիքը կարող է հաջողության հասնել բիզնեսում, լսի, ինչու իմ երեխաները չպետք է հաջող բիզնես վարեն եւ գումար վաստակեն։ Լուրջ կիրթ մարդիկ են, կարողանում են պահել իրենց խոսքը, չեն գցում։ Ես ինքս նախագահությունից հետո աշխատել եմ լուրջ ընկերությունում, եղել եմ սիստեմայի տնօրենների խորհրդում, հսկայական գումարներ եմ վաստակել եւ այդ ամենը փաստագրված է, ընդգծել է նա։ Ես Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ կտամ ուրիշ փաստագրված տվյալների
հետևի իր ընտանիքի իր հարցների հետ կապված այս վիժվածքը ու թող հեքիաթներ չպատմի։ Ղարաբաղից նորից եմ ասում, սեփական ոչիլ չունի, Սադաղլուից առաջ Սավիտերովա բոմժ եկե Հայաստան, հիմա էլ ինչ-որ փաստագրված է, ընտանիքից է խոսում, բիզնեսից է խոսում։ Հեսա կտենանք, այդ գործը դատանում է։ Ես նորից չեմ ուզում անդառնամ անգամ, սրա ես ինչի պատասխանեմ այս մուտիլովչիկի։ Շուտ բանա գումարներ է վաստակի։ Սա իր հոր գերեզմանն է ծախի, այդտենց կարա վաստակի։ Ալիևը մի քանի միլիոն շպրտել է սրանց։ Այդ Աֆրիկայի գործն էլ գիտենք։ Ինչ սրանց փող տվե։ Փողեն տվե, որ իրենց երգիը ծախեն։ Եկե վիժվածքի պես բանա, այն Իսահակովիտանից դուրս չի գալի։ Հերոսը։ Սրանց իմաստ չունի սրանց Արտուր, սա անիքնասեր մարդ է, սրա ինչն է անդառնամ ես։ Սա իր նորից եմ ասում, իր հարսից, իր ընտանիքից տեղյակ չի էսի, փաստագրական տվյալներից ասում։ Նենց փաստեր կհրապարակեմ Բելայի հետ կեթաս պլաստիկ վիրահատություն կանես, որ 4 միլիարդ չէ, 2 միլիարդ է, որտեղից այդ 2 միլիարդ։ Ասում Ալիևն է տվե։ Ալիևը տվել է, որ Ղարաբաղը ծախեն սրանք։ Սերժիկի փեսուն որդուց, սրան որդուց։ Ասում եմ սեփական կոշիկ չունեին։ Կառավարության նիստին բոթազներով էին գալի։ Մոռացել եք սրանք։ Որտեղից։ Ասում եմ որտեղից։ Օրինակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հարցազրույցներից մեկում Սեդրակ Քոչարյանի հետ կապված այդ գումարների, որ հայտարարել էր, որ դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով, Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել, ասել է Աննա Վարդապետյանը եւ նշել, որ թվերը այնքան մեծ են, որ չի կարողանում մտապահել։ Հիմա Արամ ջան, ուզում եմ ես հետ գնամ 2006 թվականին, երբ որ ես վերադարձա բանակից, միանգամից տեղավորվեցի Armenia TV-ում աշխատանքի եւ իմ աշխատավարձը մինչեւ 2008 թիվն եմ աշխատել, կազմել է 50,000 դրամ։ Հիմա մեր հայ հետևորդները ուզում են իմանալ այդ մեխանիզմը ոնց կարելի է գալ Արցախից առանց ոչ մի բանով, մի հատ սվիտերով, մի հատ տապճկով եւ այդտենց հարստանալ։ Մեր օրինակ Գյումրիից հետևորդ Տիկին Կարինեին շատ հետաքրքիր է, նա միգուցե նայել է ուզում հարստանա։ Թող ասեն ձեւը, այդ ոնց եմ ես սխալ աշխատել, որ ես չեմ ունեցել, ասենք նայրի ինշուրս չեմ ունեցել։ Միանգամից չեմ դառնա նայրի ինշուրս։ Ձևը ասում եմ, պետքա իրանք ով են եղել, չէ, Քոչանով է եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի ճուտը։ Քութիկը շամպես ծառայել է Վազգեն Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին Ղարաբաղում, գիտենք նա ով է եղել։ Հետո եկել է Երևան, զավթել է իշխանությունը։ Ու ինչ ա արել, Դրեմբոնի հանքը, Կաշենի հանքը, դու ո՞նց են թալանել։ Հյուսային Պողոտան, ո՞ր մեկը ասենք։ Քաջյանի պղնձամոլուբդինային կոմբինատը։ Մի հատ բոմժ գերմանացի են գտել, բերեն ասեն ինքը առավ։ Այսինքն սրանց ինչին ասես Արտուր ջան, ասում ոնց է դա արել։ Թալանելով, կեղեքելով, մարտի մեկ սարքելով։ Էլ ոնց պետք է դառնա։ Վերջում էլ ասում եմ Արցախը, որ հազարամյակներով հայկական հողեր մեր հայերենիքներ խուրդեցին Ալիևին, ծախեցին։ Որ Սիուշոն մի երկու հատ կլիպ էլ նկարի, բուգը կուշ դլնի։ Սրանք էդ են։ Սրանք անգամ այնքան չմո են, որ իրանց հարցները ստենդը նստում են, ասում են կթուկ ով ենք գտե։ Լող ենք գտե, փողերը ուտում ենք, վաղն էլ այդ փողերը սաղ մեզ է մնալու։ Թոյտա Քոչյան իր լող տղեկի մասին լող տղեկի դրա մասին մտածի։ Մարդուն ասում են, տղուն ասում են բանակում ծառայել, ասում եմ չեմ հիշում։ Ասում երբ ես ծառայել ես, ասում հա, ասում որ թվական, ասում չեմ հիշում։ Դե ինչ ասենք, դե մի հիշեք։ Ձեր երեխեքները եւի չեք հիշում ոնց են ծնվել։ Վիժվածքներ։ Իսկ դե Աննա Վարդապետյան կլինի, ով կլինի, ինձ չի էլ հետաքրքրում։ Ինչ են ասում, ոնց են ասում, վաղը կգա մենք կասենք։ Մենք ենք իրանց ասելու։ Ու մենք իրանց չենք ասելու, մենք անելու ենք ու ժողովուրդն էլ տենալու է։ Սրանց բոմժ ենք սարքելու։ Ոնց որ Սաշիկը լավ ռադը քաշեց փախավ Իսպանիա, նույն ձև էլ սրանց է սպասում։ Բայց սրանք չպետք է փախնեն, Բոմժ սարքենք, թողնեն ինչ ուզում են անեն։ Կենտրոնում ասպան կանգնեն։ Դոսիուշային վեգալի էթա Բաքու Ալիևի Մերիբանի հետ աբրի աղբերներով։ Անդայ կլիպ կնկարեն։ Իդեպ Սիրուշոյի հետ կապված մենք ստացանք տվյալներ, որ Սիրուշոյի նոր առանձնատունը, որտեղ Ավետ Բարսելյան սիրում են հավաքվել այդ աշտարակի խճուղում, մենք շուտով ցուցադրենք ու Սիրուշոյին կոչ կանենք, որ այդ հավաքները ելնում է Քոչյան Ռոբերտին էլ հրավիրեն, անդե իրաց կայֆավատ անեն, էլի թուրքերի մեջ ընդունված է, որ այտենց չեն բան չեն նայում, էլի, արունակցական կապ, բան, սրանք վիժվածք են, սրանք ինչին անդառնամ ես։
սրանց չկա անդրադառնալու, սրանց նկատմամբ կա անելու ու հայ ժողովուրդը անելու է։ Արամ, իրականում կարելի է ժամերով խոսել այս մարդկանցից, այս մարդկանց թալանից կարելի է ժամերով ցուցակ ընդամենը ընթերցել, ինչեր ունեն եւ հարց է մնում հայ ժողովրդի մոտ ինչերի են հասել, ոնց են հասել այդ ամեն ինչին, բայց առաջարկում եմ այսօր այսքանով ավարտենք հաղորդումը։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն մեր սիրելի հետևորդներին, որ այս 30 րոպեն անցկացրեցին մեզ հետ։ Պետք է խնդրենք բաժանորդագրվեն այս ալիքին եւ կիսվեն տեսանյութերով։ Այսքան ենք նախատեսել, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր եւ ես Արթուրն էի, բարի եւ խաղաղ գիշեր մեր հայ ազգին։